Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս վաղուց, արդեն վաղուց որն է, մի շաբաթից ավել երևի, ներողություն պիտի խնդրեմ, մի շաբաթից ավել եթեր դուրս չեմ եկել ու ազատ շփում հաղորդումն էլ եթեր չէր հեռարձակվում իմ առողջության պատճառով, բավականին վատ առողջ էի, Այն աստիճան, որ մի 3-4 օր միայն հեռախոսը պարզապես առանց զվոկի մի կողմ դրած էր, որովհետև չէի էլ կարող պատասխանել։ Շատ լուրջ բան չկար, պարզապես այս վիրուսներից, որը որ իմ պարագայում մի փոքր ավելի բարդ ու ծանր անդրադարձավ։ Ամեն դեպքում շնորհակալություն ձեր բարեմաղթանքների, ցանկությունների համար, որոնք հղում էիք եւ վստահաբար դա նույնպես շատ օգնեց, որ արդեն կարելի ասել ապաքինվել եմ, գուցե ոչ ամբողջովին, բայց այս 1-2 օրվա մեջ դա արդեն վերջնական կանցնի եւ երկուշաբթի օրը մենք Free News-ի ազատ շփում հաղորդումով դարձյալ կվերադառնանք մեր բնականon աշխատանքին եւ զուգահեռ էլ կպահպանենք YouTube-յան ալիքով մեր այս շփման հենց եթեր անում մարդիկ հիշում են, որ կարան զանգեն ինչ-որ բան ասեն։ Այս շփման տարբերակը։ Բայց որպեսզի հետաքրքրությունը բարձր աստիճանի պահպանվի կամ նկատելի լինի, ինչը նույնպես մեզ ոգևորում է, պետք է խնդրեմ, որպեսզի եթե ձեզ հետաքրքիր է, ապա սեղմեք զանգակը, գրանցվեք ալիքին։ Անկեղծ ասած, այս շաբաթը բավականին բուռն շաբաթ էր ու ես մի կերպ էի ինձ զսպում կամ չգիտեմ, ասում եմ լավ, ինչի ես առողջ չեմ, հիմա ես ամեն ինչից պետք է խոսել, բարձրաձայնել, բացատրել, որովհետև մի կողմից բուռն իրադարձություններ էին տեղի ունենում, մյուս կողմից բուռն մանիպուլյացիաներ եւ ինչն էր ամենավատը, որ ինչպես փնտրում էի ցավոք սրտի չէի էլ գտնում նորմալ այն վերլուծաբաններին կամ գոնե իմ նախընտրած վերլուծաբաններին, որոնք որ կանդրադառնան այդ հարցերին ու կանդրադառնան այն ֆորմատով, ինչ որ օրինակի ես, երկար էֆիրներ եմ անում, ես շատ լավ գիտեմ, որ երկար եթերները երբեմն այդքան հաջողություն չեն ունենում, հետո մարդկանց դիտելու ժամանակ հարմար չի լինում գուցե շատերին, սիրում են կարճ, արագ ինչ-որ թեթև բաներ, այնուամենայնիվ ես իմ պարտքն եմ համարում բացատրել, մանրամասնել, որովհետև չհասկացված մնալ դա ձեռնտու է, հավատացեք, միայն այնպիսի ուժերին, ովքեր որ այնքան էլ պետության եւ հասարակության հանրության համար չեն սիրում աշխատել։ Օրինակ, դրանցից մեկը ասեմ, այս խաղաղության պայմանագրի այդ բուռն քննարկումները, որ եղան շաբաթվա սկզբին, չգիտեմ, ամենատարբեր մանիպուլյացիաներով, էլի զիջում են, տալիս են, չգիտեմ ինչ են անում, բա ոնց, բա այսպես, բա այնպես, շատերի աչքից վրիպեց շատ կարևոր մի բան։ Ու Ալիևը հերթական անգամ թռնում է, չի ստորագրում, հիմա միած sense հռետորական հարց օդի մեջ կթողնեի իհարկե Քոչյանի, Սերժի սատարողներին եւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենք չեն սատարում, բայց միևնույն է այնպիսի հարցադրումներ են անում, որ դու տեսնում ես, որ նրանց հազարավոր կայքերի ազդեցության տակ են մնացել։ Այսպեսի մի հռետորական հարց թողնենք օդի մեջ, բա որ ամեն ինչ այդքան Ալիևի սրտով է, բա Ալիևը քիչի ստորագրում։ Իհարկե այստեղ կարող եք ասել, բա էլիա բաներ ուզում բան, խոսքով sense ախմախ խոսակցություն կդառնա։ Ու շարունակեմ միանգամից միտքս։ Ես թե հաղորդման ընթացքում, թե եթերով ասել էի, որ շատ բարձր եմ գնահատում Փաշինյանի թուրք լրագրողների հետ ունեցած խոսքս ամենասկզբից կամ ամենատարբեր թեմաներից ենք զրուցելու, ցենց ընդհանրական հարգելներս։ Ուրեմն այդ հանդիպմանը թուրք լրագրողների հետ ես բավականին լավ էի վերաբերվել, առավել ևս, որ շատ լավ ինքս էլ հասկանում էի, որ կլինեն սադրող հարցեր եւ որքանով է Փաշինյանը պատրաստ հրապարակային ձևով այդ սադրող հարցերի տակից դուրս գալ, դա ամեն մի մարդու մոլորակի վրա ապրող 8 միլիարդ մարդկանցից հավատացեք ամեն մեկը չի որ կկարողանար այնպես դուրս գալ, որ այդ խոսակցությունը հետո չվերածվի միջազգային ստանդարտի կամ վնասի որևէ գործունեության այս կողմից կամ այն կողմից ծավալած։ Եվ շատ լավ ստացվեց, գումարած
որ այնտեղ մի հետաքրքիր ասեմ, որ կային այդպիսի հարցեր, սադրող հարցեր կային, գուցե երանգների տակ մեր քաղաքացիները այդքան էլ սովոր չեն մասնագիտական, լրագրողական գործունեությանը եւ ենթատեքստեր կարդալուն այդքան էլ ընդունակ չեն, այնուամենայնիվ օրինակ ինձ համար ես առանձնացրեցի գոնե մեկին, որ մի շատ կարևոր հարց ինքը տվեց անգլերեն լեզվով, չնայած թուրքերեն թարգմանի չկար, բայց երբ որ ասես կլինի, ես հարցս անգլերեն տամ ու անգլերեն ձևակերպեց, ես ոնց զարմացա, թուրքերեն թարգմանիչը նստած, իր թուրք գործընկերներին բոլորինը թարգմանել են, ես ինչի ասենց բան անում, բայց հարցը վերաբերվում էր ցեղասպանությանը դարձյալ ու հայկական սփյուռքին։ Ու ես այդտեղ ինչի վրա խորացա, թե ինչու հատկապես անգլերեն ասեց, հարցը տվեց, որովհետև նա շատ լավ հասկանում էր եւ այսպես հաշվարկած եկել է, որ մեր հին հայերից, ցեղասպանության ժառանգներից, ովքեր ապրում են արտերկրում, շատ քչերն են, որ տիրապետում են հայերեն լեզվին, այսինքն եթե թուրքերեն հարցը հնչում է, հայերեն թարգմանությամբ գնում է, հայերեն պատասխանը հնչում է, հնարավոր է այնտեղ լավ չհասկանում, ինքը անգլերեն ձևակերպում արեց։ Այդ հարցի տակից բնականաբար նույնպես շատ դիպլոմատիկ ձևով դուրս եկավ Փաշինյանը, ոնց որ մնացած հարցերի։ Եվ գիտեք ինչ, միանգամից այդ իրադարձությունը, որը որ քլնգում էին շատ անհեռատես կամ Միքայելյանի մտածող քաղաքական իրենց հռչակած գործիչներ, իսկ իրականում սրա նրա ստրուկներ, անկախ իրենց դարավոր կամ տասնամյակներով կուսակցական գործունեությանը, միանգամից տվեց իր արդյունքը, ինչ տեսքով, ես չգիտեմ, ուշադրություն դարձրել եք, թե վրիպել է ձեր հայացքից, այսպիսի մի կարևոր բան եղավ։ Ալիևը երբ փորձեց թռնի խաղաղության պայմանագրի ստորագրման վրայից, այդ նույն լրագրողներից մի երկուսը Թուրքիայում, իրենց միջավայրում, իրենց գրառումներն արեցին, որ սա Ալիևը փորձում է վաճառել Թուրքիայի վրա որոշ բաներ, ու Ալիևը ազնիվ չի։ Հիմի տեսեք, այս լրագրողները Հայաստանում տպավորված վարչապետի հետ հանդիպումից իրենց տպավորությունը մարդ են աշխատեց մեկ այլ գործոնի մասով, այսինքն կարողացան թուրքական միջավայրում ներկայացնել, որ ապակառուցողական է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, որովհետև իրենք անձամբ են շփվել ու տեսել են, որ մենք կառուցողական մոտեցում ունենք։ Հիմա այդ պսևդո քաղաքական գործիչներին մի հատ sense հարց տամ, էլի, ո՞նց եք տվերք։ Հասկանում եք, որ կան քայլեր, որոնք հետո ինչ որ մի բանի համար կարող են ծառայել։ Թե ձեր մոտ sense ուղիղ գծած բաներ կա, այն որ դուք թուրքեր եք եւ իմիջայլոց այս կոնտեքստում մի բան ասեմ, կհիշեք մի շրջան ձեզանից շատերն են հարցնում, այդ Ժիրիկովը անընդհատ դրան անդրադառնում ես, իմիջայլոց վերջը նա ինձ բլոկեց 3, ինչի համար ես միայն ուրախ եմ, չնայած խոսքատավել ինչ-որ եթերներ ցույց տա, որը որ իմ վրա պիտի ազդի ու ես նրան պիտի ծնկաչոք խնդրեմ աղերսեմ, որ այլևս նման բաներ չդարձի, չգիտեմ ինչի մասին ենք խոսում, մի խոսքով մի անորակ անբարոյական գործունեություն է խոսք տվել ծավալը, ասեմ, թե ինչից սկսեց, այս խոսակցության մեջ ուղիղ նշանակություն ունի, էլի, ինքներդ կհասկանաք երևի։ Մի հրապարակման ստակ դարձյալ մտել մարդկանց վիրավորելով ֆռֆռում է, ինքը չհասկանալով, որ վիրավորում է երևի, ես հույս ունեմ չհասկանալով։ Ու ինձ էր մի բան գրել, որ իբր բանա, նենց էր միտքը ստացվում, որ ես Ադրբեջանն եմ սիրում եւ Հայաստանը ատում եմ, ես զանգեցի, ասի ես քո ծնողը քո սենց եմ, մի խոսքով, լեզուս լավ երկար բաց թողեցի, որովհետեւ ինձ համար իմ հայրենիքը Հայաստանը սրբություն է, ու սրբությունների մեջ կարող է կան ֆորմալ տարբերություններ, բնական է ծնողը մի այլ սրբություն է, հայրենիքը այլ սրբություն է, ընտանիքը այլ, դրանք տարբեր են, բայց դրանք սրբություններ են։ Ես չեմ սիրում մարդկանց նման գրեհիկ կամ սրբություն վիրավորել, առավել ևս, մինչև եթե ես այդպես վիրավորված չզգամ։ Սա մինչև իմի երևի չի հասկացել, ինչի համար եմ դա ասել, չի հասկացել, թե ինքը որտեղ է կպել, որ դա ասել եմ, մի խոսքով ինչ-որ նենց գործունեություն է խոստացել, որը որ մենակ հաստատելու է իմ ասածը, հիմա ես ասեմ հետևյալը, ցանկացած մեկը, ես չնայած շատ եմ ասել, մի անգամ էլ ասեմ, թող sense մնա, էլի, մարդս
կարող է մարդիկ տարբեր տեղեր որոնեն, թող տարբեր տեղեր հեշտ գտնեն։ Ցանկացած մեկը, ով ինձ անկախ ամեն ինչից, ինչ իրավիճակում ուզում է լինի, վիրավորելու համար կամ բնութագրելու համար, կասի թուրք, այս ձևակերպման համար ես իրա մերն էլ, հերն էլ մի անգամից, չսպասեք, որ ես ֆռալու եմ ասեմ թուրքը դու ես կամ նենց ուղիղ փոխադարձ վիրավորանք հասնեմ, մի անգամից սրբություն, որովհետև իմ հայ լինելը, որովհետև թուրք դա ցեղային ազգային բնորոշում է, եւ եթե մարդուն դու ասում ես թուրք, դու նկատի ունես նրա նաեւ ազգուտակը, ենթագիտակցորեն թեկուր կամ ապրիորի ձևով, որովհետև չի կարող մարդու ծնողները հայ լինի, ինքը թուրք ծնվի։ Այնպես որ եթե մեկը կուզի բացատրություն ստանա ինչ-որ մի օր ինձ թուրք ասելու համար, իրան մեր քրֆելու համար, միանգամից թող այս բացատրությունը վիդեո տարբերակով դիտի, հետո եթե կունենա հարց, թող մոտենա, դարձյալ պատրաստ եմ մի հատ էլ կրկնակի անգամ ամրագրել իմ ասածը։ Եվ ժիրայր, եթե քեզ կուղարկեն այս վիդեոն ու դու կնայես, դու իմացի, թե ինչոց է, մնացածը կհասկանաս։ Եվ երկրորդ, ես խորհուրդ կտամ ցանկացած քաղաքացու Փաշինյանին ընտրած մարդկանց, ցանկացած քաղաքացու Քոչարյանին ընտրած մարդկանց, Սերժին ընտրած մարդկանց, Արզականցյանին ընտրած մարդկանց, ընտրելու իրենց իրավունքը իրականացրած մարդկանց, իրենց ընտրության համար չփորձել վիրավորել։ Ու այստեղ էլ Եթե մարդիկ կան, ովքեր ասում են թուրքեր են նրանք, ովքեր ընտրել են, կամ թուրքեր որն է, մի խոսքով, ինչ-որ բառ, ցանկացած բառ, որ օգտագործեն ու ասեն Փաշինյանին ով ընտրել է հեսա կամ այն է, կամ դրանից ելնելով ինչ-որ նախադասություններ կազմեն, լսեք բաներ, իրանց էլ միանգամից հասկացեք, մեր հեր բանը սա մտնում է պատասխանի մեջ, որովհետև ցանկացած քաղաքական գործ չի ընտրել են մարդիկ, ովքեր հանդիսանում են ծնողներ, մայրեր, հայրեր, քույրեր, եղբայրներ եւ ինչ որ մեկի համար սրբություն։ Եվ եթե դուք հատել եք այդ սահմանը, ուրեմն պատրաստ եղեք ձեր սրբությունների վրա կապուրը վերցնելու։ Սրանից ավելի բան չեմ կարող ես ասել։ Այնպես որ եթե այստեղ կլինեն հարցեր, խնդրեմ կարող եք մոտենալ, բարձաբանումները մի հատ էլ չփոսնեմ դեմքներից գնալ։ Ես ինքս այնքան մարդն եմ, որ ցանկացածին ասել եմ, որ օրինակ իմ ընկերներին, իմ Facebook-յան հետևորդներին, YouTube-յան հետևորդներին անգամ ասել եմ, որ չի կարելի մարդուն վիրավորել, եթե միայն նրա համար, որ ինքը օրինակ Քոչարյանական է, չի կարելի։ Ու նույնը պահանջում եմ ձեզանից։ Կլսեք, չէ, ձեր հերն էլ ընդեղ անիծած, այսպես մոտավորապես։ Սա նաև ժիրիկի համար, ով մեծ հավանականությամբ ինչ-որ պահի կարող է ցանկանա իմանալ, թե ես իրան ինչի ասեցի, ես քո մերը տողել եմ, հիմա էլ եմ ասում ու միշտ էլ ասել եմ, դու այդքան բան ես ողջում։ Անցնենք առաջ, ու այս տեսակ մտածող մարդկանց բոլորին ասա նվիրվում էլի։ Հետո գիտեք ոնց, անգամ մեր ատելությունը այս ձևակերպումների մեջ շատ տգետ է տեղի ունենում։ Այսօր մեր բանում գրասենյակում նստած զրուցում ենք, ուրեմն մեր ընկերներից մեկը խոսում է, ասում է, ինձ այն օրը փորձեցին վիրավորել, ասեցին FND, յանի որ ու ասում բնականաբար ես չեմ կարող վիրավորվել, ասում եմ ու բացատրությունը որն է, որովհետև FND նշանակում է գիտակ, չէ, գիտակ, եթե ես գիտակ մարդ եմ, այդ մարդն էլ հայերեն դրա տարբերակը չգիտի, թուրքերեն բառն է օգտագործում, ես ինչ անեմ, ինքը պիտի վիրավորվի, որ ինքը հայերենը չգիտի։ Ու այստեղ մի քիչ խնդալով առաջ գնացինք, ասում եմ պատկերացնում ես, ուրեմն ուստա բառից մարդիկ կարող են չվիրավորվել, որը որ FND-ից ավելի ցածր մակարդակի է։ Իսկ FND բառը օգտագործում են վիրավորական, այսինքն այդ թուրքերեն բառերով որ փորձում եք մարդկանց վիրավորել, գոնե այդտեղ փորձեք մի քիչ գիտակ լինել, FND լինել, ձեր պատկերացմամբ ասեմ, կամ ասենք ես ինչ օղլի, այն ինչ օղլի է, որ ասում եք, օղլի նշանակում է տղա, ասենք եթե մեկին ասենք օրինակ շատ եք սիրում ասել փաշօղլի, դա նշանակում է փաշայի տղա, որը դարձել ավելի բարձր է, քան ուստան, բայց մենք ուստա բառը ունենք, չէ, վարպետ մարդկանց ուստա ենք ասում շատ ժամանակ, հասկանանք էլի, կիսա դեգրադացված
ապրելու շարունակականությունը ձեզ չի հոգնածնում, բացարձակ ոչ մի բան չէ։ Կամ ասենք օրինակ անտեր, երբ որ մեկին ասում են անտեր։ Ուրեմն եթե մի քիչ խորանանք, այստեղ էլ խնդալու բան կա, լուրջ եմ ասում, հիմա ասեմ կհասկանաք։ Տեսեք, եթե մեկին ասում ես անտեր, կա երկու տարբերակ, երբ որ ասում ես անտեր, մեկը դա տեր չունենալ, այսինքն ծնողներ չունենալ, որը որ եթե այդ մարդուն վիրավորում ես դրանով, դու ինքդ ես վիրավորանքի արժանի, որովհետև նման բանը, չգիտեմ, դա տմարդություն է, առնվազն երբ որ անտեր մարդուն դու ասում ես, ասենք հերմեր չունեցող մարդուն դու ասում ես անտեր, հա, որբին ասում ես որբ վիրավորելու համար, դա անբարոյականություն է, չէ։ Եվ երկրորդ տարբերակը կա, երբ որ անտեր տեր չունեցող, տեր, գլխին տեր չունեցող։ Սա մի փոքր ստրկատիրական երևի ժամանակներից, ֆեոդալական ժամանակներից եկած բառ է, այսինքն մարդ ով տեր չունի գլխին։ Գիտեք ինչ, եթե այս մասով ենք նայում, ստրկամիտները կարող են զարմանալ, թե ոնց կարա լինի մարդ, ով տեր չունի գլխին։ Հասկանում եք։ Ասենք, իրենք տեր ունեն, էլի գլխներին, իրենք տերովն են, այսինքն իրաց տիրոջ ծառան են, դիմացիներին ասում են անտեր վիրավորելու համար, ասենք, չգիտեմ, կարելի է թե չի կարելի, ես չեմ որոշողը, պարզապես խնդրում եմ, անգամ ձեր ատելությունը, երբ որ փորձում եք ներկայացնել, փորձեք դա գրագետ անել, որ գոնե ձեր ասելիքի ծանրությունը մեծանա, չդառնա ծիծաղելի։ Հասկացաք։ Այնպես որ ես այս թուրքագետ բաներից, ատելության մթնոլորտ սերմանողներից ակնկալում եմ, որ իրենց էֆենդի բառը կփոխարինեն մեկ այլ բառով։ Եթե տեսնեն այս եթերը, պիտի որ դա անեն, այլապես ձեր ասած էֆենդին դա ընդամենը թուրքերեն լեզվով մարդուն հաճոյախոսություն է, ինչը նշանակում է գիտա, հասկացանք։ Առաջ գնանք, այս իմաստով, տեսեք, մենք անգամ չենք հասկանում, մենք շատերս կարող ենք մեզ հայ համարել մենակ նրա համար, որ մենք ատում ենք թուրքերին։ Եթե դու չես ատում թուրքին, դու հայ չես։ Այսպեսի կարծրատիպ կա, չէ, հայկականության շրջանակներում, ու դա բնական բան է, դա նորմալ բան է, բայց ինքը շատ սուր բան է։ Եվ երբեմն դա օգտագործվում է հենց մեր բոլորիս դեմ։ Օրինակ Գյումրու ընտրություններին ես ճիշտ ասել եմ, որ չեմ խառնվելու, փորձելու եմ մաքսիմում չխառնվել, եւ իմ խոսքին տեր կկանգնեմ բնականաբար, քաղաքական մասով ոչ մի կերպ չեմ խառնվի, բայց որոշ մեկնաբանություններից էլ ինձ չեմ կարող զերծ տալ։ Ես պիտի անդրադառնամ Ռուբեն Մխիթարյանի հայտարարությանը, ով հայտարարությունը դեռ մի բան է, գիտեք, կարող եմ, օրինակ, ես կարող եմ մի հայտարարություն անել, որը դառնա ապուշություն, հետո մի ժամից հասկանամ, որ իրականում ապուշություն արեցի, դուրս գամ ասեմ կներեք, էլի ես այդ մտքով չեմ ասել կամ դա չեմ ասել։ Իսկ եթե ես փորձում եմ արդարացնել իմ արած ապուշ արտահայտությունը, դրանով ես վերահաստատում եմ, որ ես կատարյալ ապուշ եմ, կասկածներ չունենա կանգնած։ Այս պարագայում Ռուբեն Մխիթարյանը վերջին տարբերակն է ընտրել, ուրեմն դուրս է գալիս, ասում է Նիկոլին կամ իր այդ ուժին, թեկուզ նույն Գյումրու ընտրությունների շրջանակներում սատարողները թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Այստեղ մարդիկ մտնում մի հատ մխշում են, տեսնում է, որ էշությունն է դուրս տվել, փոխանակ դուրս գա ասի ներողություն ժողովուրդ, չգիտեմ, ինչ որ մի կերպ փորձի արդարացնել կամ լրի, կորի, սքի, չգիտեմ, ինչ որ մի բան լինի, դուրս է գալիս սկսում է արդարացնել, թե ես այդ նկատի չեմ ունեցել։ Ես ոչ թե գյումրեցիներին եմ ասում, որ գյումրեցիներն են թուրք, որ իրանց սատար, այլ առհասարակ իրանց սատարողները թուրքերն ու ադրբեջանցիները։ Կրկնակի ապուշություն անում։ Ուրեմն լսի, պարոն Ստահակ, ես արմատներով գյումրեցի եմ ու կարող եմ ինձ վրա վերցնել պարտականություն քեզ անպայման անդրադառնալու։ Քեզ, քո ընկեր Միշիկին, քո տեր Սերժիկին, ձեզ թևեր տվող ռուսական կայսրության որոշ ներկայացուցիչներին։ Եթե փաթաթենք դնենք միտեղ վառենք, վառած մարդու հոտ չի գազքի։ Դուք ով եք որակավորումներով եք հանդես գալիս, թե ով ում սատարի ինչ է։ Տեսեք, տես, լավ, տես ես չեմ ասում, ով քեզ, էտում ես ասում, ով քեզ է սատարում ինքնատուկ, որովհետև ես քո մակարդակին չեմ։ Եվ ինձ նման մարդիկ
ձեր մակարդակին չեն կարող լինել, պարզապես չեն կարող, դա ֆիզիոլոգիապես անհնար է, այդ նույնն է ոնց որ ասենք հրեղեն ձիուն, ասես դու բաղբանից գործ ես, չի լինում այդպես, հասկանում եք, բայց երբ որ պետության ներսում, հասարակության մեջ, դու գնում ես ընտրությունների, քաղաքացիների հետ, ես այլ ապուշությունները դեռ չասեմ, ու որակավորումներով ես հանդես գալիս, ապա ինքդ ունես կոմպլեքսներ երևի թե, ու շատ հնարավոր է այդ կոմպլեքսները որպեսզի պաշտպանես քո ներսում ոչ ոք դա չնկատի, շատ հնարավոր է որ հենց դու ես թուրք, որովհետև հայտնի խոսքը ասում է գողը ամենաբարձրն է գոռում բռնեցեք գողին, ժամանակներ կային, երբ որ օրինակ հոմոսեքսուալիստները բոլորին հոմոսեքսուալիստի անուն էին կպցնում իրենց վրայից հեռու փախցնելու համար, որ իրենք հոմոսեքսուալիստ են։ Եվ նման ապացույցները մինչև վերջին ժամանակները Հայաստանում բավականին շատ էին իմիջայլոց։ Կային իրավիճակներ, երբ որ թուրքը, հենց թուրքը, որ ասենք, չգիտեմ, իրա մերը Երևանցի է եղել, հերը 92 թվին Պարսկաստանից ֆուրով եկող ադրբեջանցի է եղել, մորը դոմփել գնացել է, ինքը տենց առաջացել է, ինքը թրքի բիճ է, մի քիչ մեծացել է, իմացել է, որ ինքը առաջացել է Թուրքից, բայց չի կարող դա իր ընկերների միջավայրում ասի։ Սա մեծ դժբախտություն է տվյալ անձնավորության համար, ես ըմբռնումով եմ մոտենում։ Ու այս պարագայում նա փորձում է գտնել թուրքերի, բոլորին ցույց տալ էսի թուրքերի թուրքը, որ իր վրայից հեռու գնա։ Ես չգիտեմ, նմանատիպ կոմպլեքսներ են քեզ պատել, թե տգիտությանդ մակարդակն է այդքան։ Դուք դարձյալ փորձում եք Երևանում հայ թուրքման փնտրել։ Գյումրիում այդ թվում, Հայաստանի Հանրապետությունում առհասարակ։ Բոլոր նրանք, ովքեր այնքան են ատում թուրքերին, որ պատրաստ են մորթել, փրտել ցանկացած թուրքի ու երբեմն էլ այդպիսի գրառումներով հանդես գալիս են, ես ձեզ մի լավ բարի խորհուրդ ունեմ, հարգելիներս։ Գալիս եք մեր գրասենյակ, Սեբաստիան 37 դրոպ 5 ասում գործով։ Ես փորձում եմ իմ ընկերների, մեր հետևորդներին դիմելով եւ այլն, փոքրիկ դրամահավաք կկազմակերպենք։ Թուրքական վիզան կբացենք $20 թե ինչ է, ձեր տրանսպորտի հարցը կլուծենք մինչև Բաթումի, այստեղից բարձրանում եք Բաթումի, Բաթումիից ձախ եք անում բանն է, տամոժնին է։ Այդ տամոժնին ստեղից որ մտակ 50-100 մետր է։ Այնտեղից դուրս եկաք, հայտնվում եք մի վայրում, որտեղ մոտավորապես 100 միլիոն թուրք է ապրում։ Գնացեք ձեր սրտի ուզածը արեք այնտեղ, ես այստեղ կփորձեմ լուսաբանել, անգամ հնարավոր է ձեզ հերոսացնեմ, եթե ամեն ինչ ավելի գեղեցիկ անեք, քան պատկերացնում ենք։ Այնպես որ եկեք կլինի ձեր, չգիտեմ, ատելություններով, ազգային ատելություններով, այդ բաներով եսի մինչերով մի փայլեք Հայաստանում, որովհետև այնպես չի թե դուք գտնելու եք Հայաստանում մեկին, ով ասի չէ, թուրքերը ամենալավ ժողովուրդն են, մի փայլեք։ Բայց եթե ուզում եք ձեզ ցույցել տակ, կարող եք նման կերպով ցույց տալ։ Եթե իհարկե այդքան հետույք ունեք, այդքան բարեմաստություն ունեք, որ կարող եք նենց վեր գնալ ու այդ գործողությունը իրականացնել։ Եթե չեք կարող, խելոք քաքներդ կերեք վեր ընկեք տեղներդ ու սերներդ քշեք ջանգյուլում երգեք։ Լավ։ Եթե այսքան բանը չեք կարող անել։ Մարդիկ կան գրառումներ են անում, վարչապետի ելույթի տակ Թուրքի բալլեկին մորտեն պրոսմս արա Նայ թուրքին դու այդ ես ցույց տալիս, նա աշխարհին այսօր ասում է հայերը թրքատիած են, դրա համար էլ սենց, դրա համար էլ մի խոսքով լոլոները գնում են։ Դու նստել ես, ապացուցում ես Թուրքիա ասածը, դրանով աջակցելով ապրիորի կերպով նրա։ Հիմա միջից թուրքը ով դուրս եկավ։ Օրինակ, հենց նոր աչքս ընկավ ամբողջովին նյութին չեմ ծանոթացել, անկեղծ ասած, երևի թե երկուշաբթի օրը եթերով սրանք անդրադառնամ կամ առանձին եթերով նա ծանոթանամ նյութին նույնպես, որովհետև միայն վերնագիր կարդալով չեմ սիրում բաներ խոսել, վերնագրին բայց նայելով հասկացա, որ ինչ որ մեծ հանրահավաք են ցանկանում կազմակերպել արցախցիների իրավունքների, չգիտեմ ինչերի հետ կապված։ Ես իհարկե կդիտեմ նյութը ամբողջովին, այնտեղ կետերել կան ինչ որ նշած եւ ավելի դետալային կանդրադառնամ, բայց ընդհանուր առմամբ ասեմ հետեւյալը։ Հիմա այդ հանրահավաքը կազմակերպող մարդիկ, անձեր, ովքեր իրանց հնարավոր է համարում են ոչ թե այ, այլ իսկական այ։ Ձեզ այսպեսի մի բան ասեմ։ Դուք չեք կարծում արդյոք, որ դրանով սկուտերի վրա մեծ շնորհակալություն գրած, թուրքերենից կլինի շնորհակալություն, չգիտեմ էլ որ օրինակը բերեմ, Սոս մեծ բլիթ եք տալիս Ալիևի ձեռքը, դուք դա չեք հասկանում, ով կարահանգիստ դստյասի իք, արա, հետա, նայեք աշխար, այս Ղարաբաղցիք, էդ որ ասում եք ես եմ բռնապետը, հինա, գնացել են իրանց հայերի մեջ,
Այսօրվա դրությամբ նույն իրավունքի բազարն են բռնել։ Իմիջիայլոց իրավունքի բազար, որը որ 91-ին պետք էր իրականացնել ադրբեջանական տարածքային ամբողջական շրջանակներում առանձին ձևով վերապահում, որը որ չարեցի։ Ես այստեղ արցախցիներին չեմ մեղադրելու, բնականաբար չեմ մեղադրելու, դա բացառվում է որ մեղադրեմ, բայց ելի արցախցիներ կխնդրեմ, եթե իսկապես դուք համարում եք, որ Ադրբեջանը թշնամի է ձեզ, ապա չգնաք այդ քայլին։ Կամ գնացեք, լավ, ձեր գործն է, դրանով օգնում եք ձեր թշնամուն, ձեր վրա, որպեսզի աճոք հավաքի։ Իմիջիայլոց ձեր շրջափակման ժամանակ նույն բաններ տեղի ունենում։ Մենք այստեղից անընդհատ փորձում ենք բացատրենք, թե ինչ պոզիցիա պիտի բռնի Արցախը, այնտեղ այդ ձեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, որոնց մի մասը պլենա, մյուս մասն էլ այստեղ բարբաջում է, դուրս են գալիս, դες ասում են, չէ, ձեր միակ փրկությունը էսա կամենա ու Հայաստանին հակադրվում էին։ Ինչի արդյունքում մնացիք, վերջում էլ մի հատ տնավարի հեղաշրջումը արեցին, կորցրեցին ձեր լեգիտիմությունը, այսինքն լեգիտիմ ներկայացուցիչների արկայությունը, եւ խնդրեմ, որ ասում են, 10 օրում ինչ, այո, լեգիտիմությունը այդպեսի բան է, կարևոր բարդ բան է ինքը։ Ու իրենք շատ լավ գիտեն դա։ Անողները շատ լավ գիտեն ինչ են արել։ Ու բնական է, որ դուք այդքան էլ լավ չգիտեք ինչ են արել, որովհետև ընդհանուր առմամբ դուք, ես, բոլորս 30 տարի չգիտեինք իրանք ինչ են արել առհասարակ Արցախի հետ կապված։ Մի խոսքով, հիմա կարող եք ընդունել իմ ասածները, կարող եք չընդունել իմ ասածները։ Միևնույնն է, ես ձեզ շատ սիրում եմ, ու չեմ էլ կարող չսիրել, ախր։ Ես չեմ կարող ասել, այս ինչներին ատում եմ, այն ինչներին ատում եմ։ Ես կարող եմ քաղաքական կուսակցության կոնկրետ անուն ազգանով ներկայացուցիչների ասելու ոնց եմ ատում։ Բայց ես չեմ կարող ընդհանրական այդպեսի բան ինձ թույլ տալ, որովհետև ես ինքս հայ մարդ եմ։ Ու իմ խնդիրն է ըմբռնելի լինել, ու ըմբռնելի լինենք իրար համար, որպեսզի կարողանանք մի բան կառուցել։ Հասկանում եք։ Այսպեսի բաներ գոյություն ունեն։ Կամ կարող ենք հիմա դա անել կամ չէ։ Բայց բերել հասցրել են խորքային արմատական ատելության այնպիսի մի իրավիճակի, իհարկե Հայաստանի Հանրապետության անվտանգության ծառայության էշի ականջում քնած լինելու նաև պատճառով, դատախազության էշի ականջում քնած լինելու պատճառով, ՀԿՑ-ի էշի ականջում քնած լինելու պատճառով, բոլոր գրեթե ուժային կառույցների էշի ականջում քնած լինելու պատճառով, բերել հասցրել են մի ատելության մակարդակի, որտեղ որ դուք կարող եք չցանկանաք էլ լսել ես ինչ եմ ասում։ Բայց անգամ այդ պարագայում միևնույնն է, գոնե մի բանը հասկացեք, ես ձեզ սիրում եմ։ Մի չանեք դա։ Հիմա կարող եք ասել թքած գնելի մեր հանդեպ ունացած սիրո վրա, մենք գնում ենք անելու։ Արեք ձեր գործն է, մնացածը ձեր խնդիրն է։ Պատասխանատու մեկը դուք եք մնալու։ Ոչ ոք այլևս։ Դուք։ Եվ ձեր հանդեպ ավելացնում գեներացնելու եք որոշակի բացասական բաներ։ Կուզեք, ընդունեք, չեք ուզի, ձեր գործն է հարգելներս, ես այդտեղ ոչ օգուտ ունեմ, վնաս ունեմ, անկեղծ եթե լինեմ, վնաս ունեմ, որովհետև ինչպես որ մեկ այլ օրինակում էի ասում, ես իմ հայ լինելը հարգում եմ, ու հարգում եմ բոլոր նրանց, ովքեր որ ի սկզբանե հակված եմ հարգելու բոլոր նրանց, ովքեր հայ են, մնացածը արդեն ըստ դրսևորումների, հա։ Իսկ դետալային ավելի, երբ որ ընթերցեմ տեքստը, թե հանրահավաքը վերջի վերջո ավելի մանրակրկիտ ձևով ինչի մասին է, ես շատ ավելի մանրամասն բաներ ձեզ կասեմ։ Շատ ավելի ու հավատացեք, դա անշահախնդիր սիրո արդյունքում է տեղի ունենալու։ Խաչիկ, ազգ, բանակ, հաղթանակ, միասնական։ Խաչիկ ջան, տես, ես ազգ, բանակ ձևակերպմանը կարող եմ կողմ լինել մինչև այն ժամանակահատվածը, երբ արդեն ստեղծվում է պետությունը։ Ես շատ եմ լսում այդ բառակապակցությունը, ազգ, բանակ, ու հասկանում եմ նաև դրա տակ ինչեր նկատի ունենք, բայց դա կարող է լինել միայն մինչև պետություն ունենալը։ Պետություն ունենալուց հետո ազգ, բանակ ասվածը օրհասական պահերին այո անհրաժեշտություն է, բայց ընդհանուր առմամբ իր զարգանալու համար ինչ որտեղ հնարավոր է նաև խոչընդոտ լինի։ Հնարավոր է նաև խոչընդոտ։ Ես այս շրջանակներում մի բան ասեմ, հաճախ եմ ասել, բոլորդ գիտեք, 44 օրյա պատերազմում, ինչպես բոլորը, ես նույնպես ունեցել եմ նաև կորուստներ, ու թերևս ամենացավոքներից մեկը իմ մի ընկերոջ կորուստներ, Հովհաննես Հաջինյանը, ու չլինելու հետ ես մինչև հիմի հաշտվում չեմ,
չեք պատկերացնում պարզապես երբ որ ասում եմ ընկեր երևի ձեր պատկերացումով եք նայում ընկեր իմ ասածը ինչ տեսակ ընկերոջ մասին է խոսքը ուրեմն ինքը մասնագիտությամբ ծաղրացու էր Մնջախաղի թատրոնի դերասաններ եւ ծաղրացու նրան շատերը եք տեսել Երևանի փողոցներում հեղափոխության օրերին նրա նկարները առհասարակ տարածված էին բայց այնպես հենց պարապեր լինում չգիտեր ինչ անել մի բան ձեռնարկում էր գրիմը 20 դուրս էր գալիս երեխեքին ուրախացնելու փողոցում դասում չգիտեմ ու գիտեք ես այդ ազգ բանակ ասացի մեջ ես համաձայն չէի որ ինքը պիտի գնա պատերազմ ես չեմ կարող համաձայն ես մինչև հիմի համաձայն չեմ այդ մտքի հետ չի կարող ծաղրացում գնալ պատերազմ ու զոհվել չի կարող դա չի կարող չի կարող որ գիտնականով հնարավոր է դեռ այնպիսի գյուտեր անի որ հետագայում քո պետությանը շատ ավելի մեծ օգուտ է չի կարող ես չեմ ասում առավել են իրենք զոհվողներից հանկարծ խնդրում եմ այլ կերպ չընկալեք իմ ասածը ես երբեք զոհվելու բան չէ որ բանը մեկը զոհվի կամ մեկը զոհվի կամ մեկը չզոհվի ես չէ բացարձակ թող Աստված տա բոլոր որդիները իրենց հայրական օջախը եւ իրենց պետությունը զարգացնեն իրենց ողջությամբ եւ առողջությամբ բայց եթե բանը հասնում է բանին պետք է բանակը նույնպես լինի պրոֆեսիոնալ այսինքն պրոֆեսիոնալ գործողությունը իրականացնելու ժամանակ կարա դա տեղի ունենա հասկանում եք ես իսկ որպեսզի այդ ամեն ինչը այդպես լինի շատ կարևոր է որպեսզի ունենանք ամուր պետություն կարող է լինել ամուր հասարակության գիտակից հասարակության շնորհիվ միայն չի կարող մարդկանց խառնամբողը ունենալ պետություն չի կարող դա անհնար է դա բացառվում է դա չի լինում այդտեղ պիտի լինեն դոմինանտ ներկայացուցիչներ ովքեր որ կձևակերպեն, կձևավորեն դարերի, տասնամյակների, հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում կբերեն այն, որ վերջը դառնա պետություն։ Հասկանում եք։ Որովհետև պետական միավոր է այսօր ցանկացած ժողովրդի հարցրեք։ Աշխարհում ապրում է մոտ 5000 ժողովուրդ, 5000 ազգություն եւ գոյություն ունի մոտ 200 պետություն ընդհանրապես։ Մոտ 4800 ազգության դուք կարող եք հարցնել։ Կուզեիք ունենալ պետականություն։ Նրանց շունչը կկտրվի այդ հարցից։ Նրանք կլացեն, նրանք կընկնեն գետնին։ Հասկանում եք։ Աննա Գյուլնազարյան, դուք Նիկոլին սիրում եք։ Կներեք, հարգելի Աննա, ես Փառք Աստծո պատշաճ տղամարդ եմ եւ սիրում եմ այլ սերի։ Ես չարժանակում Նիկոլին սիրում եք։ Չէ, ես իմ սիրո ընդհանրական պատկերացումների մեջ լրիվ ուրիշ բան էր։ Նիկոլին սիրում, խի միտքս կտրեցիք, կարևոր բանի խոսք։ Ասեք ինչ արշակում Նիկոլին սիրում եք։ Գուցե հարցնեք հարգում եմ, կամ ընդունում եմ նրան որպես, ասենք, գուցե հարցեր կերպ ձևակերպեք, որ ես կարողանամ պատասխանել, թե չէ, սես մի քիչ սխալ բան ստացվում։ Այո, Արևիկը շատ ճիշտ ասում, արև գնել իր կնոջն է սիրում։ Եվ ոչ միայն կնոջս, ծնողներիս, իմ ընկերներին, իմ ընտանիքը, հայրենիքս, պետությունը, իմ միջավայրը, շատ սիրելու հազար բան կա, ասենք դες չի կարելի դենց միանգամից կտրուկ հարցեր տալ։ Նիկոլը ձեզ համար լավն է, թե վատն է։ Որպես ղեկավար նկատի ունեք ուսամ, Անահիտ ջան։ Որպես ղեկավար ես որպեսզի հասկանամ լավն է, թե վատն է, պիտի համեմատականի մեջ տանեմ։ Ես տեսեք, ես պիտի համեմատականության մեջ տանեմ, լավն է, թե վատն է, իսկ եթե համեմատականության մեջ տանում եմ, շատ լավն է, ասենց ասեմ, որպես ղեկավար։ Եթե ունենայինք այլ տարբերակներ էլ, ունեցած լինեինք այլ տարբերակներ էլ, գուցե պատասխանս մի փոքր այլ լիներ, բայց
նորանկախ պետության մեջ մենք ունեցել ենք 4 ղեկավար, 4-ի պարագայի, 4-ի մեջ համեմատելուց կներեք, ինձ համար անգամ անհամեմատելի է, այսպես ասեմ, բայց ես կուզեմ ունենանք 5-րդը, 6-րդը, 7-րդը, 8-րդը եւ ինչ որ խոր ծերության շրջանում ես նստեմ նա ինձ հարց տամ, իսկ Գնել ջան, քո կյանքի ընթացքում մեր երկրում ղեկավարներից ո՞ր մեկն էր ամենահաջողվածը, այս ինչ ոլորտում են, ինչ ոլորտում են, որովհետև օրինակ նույն Ամերիկայի պատմության մեջ էլ որ նայենք, շատերն են, չէ՞, մի վիճում որն էր ավելի լավը, չգիտեմ, Ռուզվելտը, թե Լինքոլնը, թե չգիտեմ որ մեկ, ամեն մեկը մի ուղղությամբ ավելի հաջողակ եղել, որը որ կամ օգուտ տվել կամ վնաս տվել, չգիտեմ, բայց ամենայն դեպս նրանք չեն ունեցել հակապետական գործիչներ, էլի, չէ՞ ունեցել նենց ղեկավար, ով կնստի ու իրենց պետության անկախությունը կդնի հարցականի տակ, ինչ որ չգիտեմ, ինչ չես տեսել աշխարհում, կարող ես Հայաստանում տեսնել։ Ես սենց եմ հասկանում։ Հայաստանում մարդ պիտի իսկապես պարապ լինի, պարապ, չպիտի գործ ունենա, աշխատանք, բան, զբաղվածություն չպիտի ունենա, որպեսզի ունենա հնարավորություն, գնա նստի Արագածի գագաթին, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթին, նայի հայ ժողովրդին ու կայֆ բռնի, էլի, ասենք, այսպես բաներ ունենք մեկ-մեկ, էլի մենք, որ հիմա ես ընթացքում ես եղած, օրինակ նույն խաղաղության թեմայով, այս բանի, փաստաթղթի, նայում էի մեկնաբանություններ, մեկը մեկին հակասող բաներ, այն մեկը առհասարակ զանգել է, մեկ տաքից է խոսում, մեկ հովից է խոսում, ասում եմ լավ, ինչ է վերջը քո ուզածը, ցավը տանեմ, ասում է մի կողմից ասում են 44 օրյա պատերազմը ինչի չկանգնացրեց, մի կողմից ասում են խի առհասարակ կանգնացրեց, որ ասում ես ցավը տանեմ, մի րոպե, թե խի կանգնացրեց, այդ գիտեմ։ Ես գիտեմ, կարող եմ մանրամասնել, չնայած ինչքան մանրամասնենք, բայց դու ոնց հասկանում եմ, ես ճիշտ է, այտենց չեմ սիրում բաներ դնել տարբերություն, բայց ինչքան հասկանում եմ կին ես, դու ռազմական գործից հասկանում ես, որովհետև ես ունեմ լավ ընկերուհի, ով մի ամբողջ վաշտի հրամանատար էր 44 օրյա պատերազմին, ասում հասկանում ես պատերազմից, ասում է, չէ, բա քարտեզի վրա որ նայում եմ ասում, այսի սենց էր, բախի սենց էր, ասում ցավը տանեմ, քո նայած քարտեզը քաղաքական քարտեզն է։ Գոյություն ունի պատերազմի ժամանակ այլ քարտեզներով են աշխատում, էլի։ Ասենք կարող է մի գյուղի վրա մի տարիով կռիվ տան, կարող է մեծ կիլոմետրով տարածքներում մի քիչ այլ ձև գործեն, էլի։ Հիմա դու ինչից ես դժգոհ, ասում որ բանը նոյեմբերի 9-ը ստորագրեց, ասում եմ լավ, օքեյ։ Մի 10 րոպե հետո խոսում ես, ասում եմ բախի հա հոկտեմբերի 19-ին ինչը ստորագրեց, ասում ես ցավը տանեմ, դու իմի կողմից որ ստորագրվել է, թե դերմից որ ստորագրվել է, էլի չի լինում։ Այդ ժամանակ ասում ես արա Արագած ջան, բարձրանամ քո գագաթին, նստեմ, նայեմ մի քիչ կայֆավատալում սիրտս հանգստանա։ Այսպես բաներ կան։ Բաներ կա, որ պետք է մենք մի քիչ մեզնով մտածենք, Ժորժ ջան, խնդրում եմ, փորձեք շատերը, էլի, եկեք Իմ ծնողներին էլ ասա վերաբերվում։ Երբեմն մերս կամ հերս մեկ էլ ահաբեկված ես մոտ հարց կտան։ Հələ նա ինչ են գրում, ինչ են ասում։ Բայց մարդիկ են դե տեխնոլոգիա, նայում են լուրջ զենով մեկը եսին ինչ է խոսում։ Այ մարդը ասում, այդ մարդը եսին ինչ նյուզ մի հատ, էլի։ Խնդրում եմ, էլի, այ մեր ջան, սաղին բացատրում եմ, քեզ էլ բացատրում ախր։ Էսի սենց ես անում, վերջ։ Դրեցի մի կողմ։ Իմի հանգիստ ես, հա։ Всё։ Ժորժ ջան, էլ ինչից էի ուզում։ Հա, իմիջայլոց, մեր պետության մեջ sense մի հետաքրքիր բաներ կա։ Հարցերի պատասխանները բավականին, եթե լինում են, ինչ որ հարցեր պատասխաններ են գտնում, դրանք բավականին փնթի ձևով են տեղի ունենում, փնթի ձևով։ Ես ճիշտն ասած 3 առաջ օրը եթե լինեի հարմար վիճակում, շատ կուզեի եթեր անել այս թեմայով առանձին վերցրած, բայց ոչինչ, հիմա ասեմ։ Օրինակ, տեսել եք երևի համացանցում տարածված էր արջերի թեման, որ Բանգլադեշում մեկը տանհայաթը արջեր է պահում, գարաժների վրա ֆրֆռում են այդ արջերը, բա ոչ մեկի պետք չի, հետո եկան այդ արջերին մի հատ կռիվ դավի սարքեցին, չստացվեց տանել, մի որոշ ժամանակ հետո էլի եկան առավոտից իրիկուն կանգնեցին, մի խոսքով այս արջերին վերջը տարան։ Եթե տեսել եք, չէ՞ երևի այդ թեմաները։ Եթե հա խնդրում եմ, արձագանքեք։ Ես հիմա ասեմ, թե այստեղ ինչն է փնթի կատարվում էլի։ Ընդհանուր առմամբ ծանոթ թեմայից եմ, չէ՞ խոսում։ Չէ, առաջի օրը հեսա գորվա բան եմ ասում։ Ուրեմն հանուն անկեղծության ասեմ։ Խնդրում եմ, բայց որպեսզի
բառացի ինձ հասկանաք, ոչ թե ենթադրություն, ին մասածներից ենթադրություններ անելով, որովհետև շատ դիմալ ասում եմ ես ինչ բան է, մեկ է մարդիկ ենթադրում են, որ ես ասում եմ եկեն ինչ բան է, ես ասում եմ ես ինչ բան։ Ուրեմն նայեք։ Այդ արջերը մեր վերևի հայատում են։ Ես Բանգլադեշում եմ ապրում, ամեկ թաղամասում, ներքևի Բաքում են, մեր վերևի Բաքում են, արջերի տերն են Վարդանն էր Վարդանյան։ Վարդանի հետ իմ հարաբերությունը, որպես սկզբանե ասեմ, որպեսզի ճիշտ հասկանաք, հանդարտ չմտածեք ինչ-որ պաշտպանել կամ չպաշտպանել։ Վարդանի հետ իմ հարաբերությունները, ինքը ինձնից տարիքով մի քանի տարի մեծ է, մենք շատ քիչ ենք շփվել, երևի մի 5-10 անգամ իրար հետ sense կանգնած զրուցած լինենք, որի 80% դեպքերում կռվել ենք մենք։ Այսինքն ու նենց էր, որ այդ նույն արջերի մասով ես ինքս էլ տրամաբանությունը չէի հասկանում, ոնց կարա բակի մեջ մեծ բարձրահարկ շենքերի հայատում մարդը իր տան հայատում արջեր պահի, բա որ այդ արջերը ու այդ մասով անկեղծ ի սկզբանե պայքարողներից մեկը ես եղել եմ։ Բայց հետո երբ որ ծանոթացա օրենսդրական մասին այդ ամեն ինչի մի քիչ փուքսս թողեց։ Հիմա ինձ ասեմ հետևյալը։ Այսինքն հասկացաք, չէ՞, պաշտպանելու ոչ մի ոչ ցանկություն ունեմ, ոչ հիմք ունեմ, ոչ չգիտեմ ինչ ունեմ։ Բացարձակ, ճիշտ հակառակ, բայց այդ հարցի լուծման տարբերակը իմ սրտով չէր։ Ասեմ ինչու։ Որովհետև ես չեմ գտնում պատասխանը, թե ինչ հիմքով տարան այդ արջերը այդ մարդու մոտից։ Որովհետև ստացվում է մեր քաղաքում անտերություն է օրենսդրական տեսանկյունից։ Օրենսդրական տեսանկյունից իր տան հայաթում գազան պահելու արգելք գոյություն չունի։ Չկա։ Որ ասես այս հիմքով իմիջիալից ոստիկանները նույնպես նաև դրա ձեռն էին կրակն ընկել, որովհետև եթե պիտի գնան մի բան անեն, ինչի է, ո՞նց անեն։ Չէր լինում, ոչ մի բան անել, չէր լինում, որտեղ այդ օրենք չկա։ Այսպես տխտակը մնում էր այդ մարդուն ընտրаж գնալ առաջարկով։ Ինչ-որ առաջարկ անել, չգիտեմ, բանը բերեք, մի հատ փոքր պարկ սարքենք, մենակ արջերը չէ, հարուճի վեր լսնենք երեխային, ոնց այն Եվրոպայի փոքր քաղաքներում այդպիսի բաներ կա։ Մեր պատ եղնիկ, մերնիկ, մացած շրջանակի մեջ պահում են, բան են անում, հարաբերում է, մարդը կենթանական աշխարհի հետ հարաբերվում է։ Հիմա փաստացի այդ մարդու արջերը եկան գործատար։ Տեսեք, հիմա կասեն բարձրանում են այդ արջերը կռիչները, չեն բարձրանում։ Նես չէր որ բարձրանում են։ Մարդուն ասել են բերել էր, փակել էր։ Ասել էին բանը, հա, ընդ կենթանասերները կային։ Կենթանին այդ վիճակում մեղքեր ասում ցավը տանեն, օրենսդրական կարգավորումով։ Օրինակ, մի հատ արջը պիտի ունենա 17 քառակուսի մետր բնակ տարածք, այս մարդը 35 քառակուսի ունի բնակ տարածք։ Ինչ կարաս ասես։ Լավ ասեք տեսնեք։ Այսինքն փոխանակ գնաք նստեք հիմա մտածեք կարգավորումների մասին, բնապահպանները գնացին, ես իմ որ ֆոնդերից ինչ փողեր երևի կերին թե չկերին չգիտեմ, անունները հելավ իրանք թույն բան արին, եկան արջերին տարան։ Հիմա հարց եմ ձեզ տալիս։ Ես հենց հիմա կարող եմ հեռախոսով պատվիրել, օրինակ, մտնել շուկա միջազգային, թեկուզ Ռուսաստանյան։ Պատվիրել մի հատ կենթանի, գազան, վայրի գազան։ Բերել պահեն, ինձ սահմանը չեն թողնելու անցնի, լուրջ եք ասում։ Այսինքն ոչ մի կարգավորող բան չկա ստեղ։ Կամ հիմա այդ կենթանիներին որ տարան, ուր տարան։ Իրանք կենթանի սիրողն են, այն էլ կենթանի չսիրողներ, ես գոնե տեսել եմ այն մաշոկին, որ բերեց ոսկորները վրից հելել էր։ Այդ ժամանակ մի հատ բնապահպան չկար, ասեր, Վարդան ջան, ես իրան ինչ է, ոնց ես պահելու, արի ուտելիք է մեր մոտ ավելանում, տանք դու էլ տուր թող ուտեմ։ Մարդը բերեց սարքեց կենթանի, փրկեց մեծ հաշվով, այսինքն արդեն ինքը բնապահպանից բնապահպան։ Հիմա այդ արջերին որ տարան, ուր են տանելու։ Չգիտեմ ինչի ես ունեմ վստահություն, որ ասեմ թե մի 2-3 ամսից Հայաստանի Հանրապետության ինչ-որ մի վայրում կարող է ես հանկարծ հանդիպեմ այդ արջերին մի հատ ավելի ուղիղ տեղ բանդակի մեջ, իսկ կողքը մի հատ անունով մեկի հյուրանոցը, որտեղ որ մարդիկ գալիս մնում են, ձեռի հետ էլ արջին են մոտիկից տեսնում։ Թե չէ ինձ հիմա համոզելու եք, որ տանելու եք բնության մեջ բաց թողնեք։
Կայֆավատ եք լինելու տենց, հա։ Գողացել եք մարդու արջերը, ստացվում է։ Կամ ունեք այդքան պլոջիկ, հավատում եմ, կասկածի տակ չեմ դնում ձեր պլոջիկները։ Ախպեր։ Մարդիկ կան, ասում են բան, ինքը adekvat մարդ չէր, դե մարդը մի քիչ բարդ անցյալ է ունեցել, վարկագծով էլ իսկապես բացասական վարկագծով աչքի ընկել, դե մի եկա։ Մարդիկ կան, ասում են բա ինքը տենց վարկագծով մարդ, բա որ մի օր տենց բաց թողներ վանդակը եւ այլն։ Գիտեք ինչ, օրինակ ես մտա վախություն ունեմ, որ Գագիկը ծառուկյալ մի օր կարող է վանդակները բաց թողնի։ Կելեք հավքելով տարեք ախպեր, կենթանին չպիտի բնության մեջ լինի, հավաքելով տարեք, դավայ։ Ասենք, եթե կանոններին չեր բանանում, դու գանել, մուգանել, չգիտեմ, պարտադրել ինչպիսին պիտի լինի, եղել է նման գործընթաց։ Պետք է պահանջի գազանոց, ցավը Արևիկ ջան, ամենախնդալուն գիտես որն է։ Մինչև այսօր մի հոգի հələ դուրս չի եկել մեզ ասի, թե օրինակ Լեռնային Արցախի Հանրապետության գազանանոցի կենդանիները ուր են։ Լսել եք ինչ որ տենց մի բան։ Ուր են Ղարաբաղից բերած կենդանիները, գազանանոցը։ Չէ, եթե չենք տարանել, թողել ենք ընդեղ։ Իմանանք, ասենք դե մարդիկ ասում իրանց երեխեքին են անել, կենդանի չեն տարածել բերել։ Բայց ես գիտեմ որ բերել են։ Բայց ուր են այդ կենդանիները։ Աստծուն է մենակ հայտնի, մեկ էլ մի երկու արցախցու։ Բայց ախր բոլորս լավ գիտենք վայրի կենդանիների բիզնեսի եկամտաբերությունը։ Չէ, թե չգիտենք։ Վայրի կենդանիների մի ամբողջ ծեր շուկա գոյություն ունի։ Հայաստանում է թվում։ Ու մարդիկ կա, որ բնապահպանի կամ կենդանասերի կոստյումի տակ, կոստյում չէ, իրանց կոստյում չի, ինչ-որ բան է, հուդիի տակ, լավ, հուդիի տակ, դուրս են գալիս, ինչ-որ հերոսություններ են անում, ճակերտավոր, կոնկրետ մարդու ունեցածը գողացը տարել է, ես լուրջ եմ ասում, այդ փնթի գործում բանի համար, ես լինեի կգնայի սիրուն դատի կտայի, եղբեր եկել են, տանից ես գողացել եմ, տանես հայատից, այսքան մարդ էլ տեսել է, ինչ էիք անելու, խելոք բերելու եք դնեք տեղը, ճիշտ է, հարցը ստացված չեք լուծել, այսքան հարցը լուծված է մասնակի և փնթի, և առհասարակ մեր երկրում ցավոք սրտի, շատ հարցեր են լուծվում մասնակի և փնթի, այսքան ոչ թե գտնում ենք խնդրի էությունը, իրա աղբյուրը, ու իրա լուծման մեխանիզմը, որպեսզի դրանով բացառենք նաև նմանատիպ դեպքերը, այլ մենք տեղային որոշումներ ենք կատարում, իրական, հիմի հարց տա, տեսեք ես մի երկու բանցել եմ տեղյակ, մարդիկ կնեն այդ պագակցերը կհասկանա, իսկ եթե այն կողքի շենքի ապրողը չունենար կառավարության ներսում աշխատող ծանոթ, բարեկամ ուհի, չդիմեր նրան, նա էլ չփորձեր իր լծակները կիրառել իրականացնել, դուք վստահ եք, որ այդ արջերին այդ տեղից տանելու է, նոր էին իմացել, որ այդ տեղ արջեր կա։ Այդ գիտեք ինչի նման է։ Օրինակ, հա, այս բոլորին հայտնի օրինակ բերեմ։ Վարչապետը հելավ գնաց բան, մանկապարտեզ մտավ դուշ վիշինկա սա ստուգեց, հաջորդ օրը սաղ իրար խառնված տարակած սխված վազելով բերին փոխին դրին տեղը սաղ, արա բե, բան մասս դրին տեղը, բրծավ գնաց։ Այսքան խնդրին տրվեց կիսատ մասնակի և փնթի լուծում, որը չի բացառելու ինչ-որ մեկ այլ մանկապարտեզում ևս մեկ նմանատիպ մոտեցում, այն հույսով, որ այդտեղ վարչապետը չի գնա։ Հասկանում եք, այ վատը ստեղ է։ Փոխանակ մեխանիզմներ են մտածել, ավականի ունենք Երևանի, ունենք։ Երևանի ավականիներ չէ, որոշումներ են, ավտոբուսների հետ կապված, մյուսի, կարող եք չէ, Երևանում, որ խնդրենք, արգելի Երևանի ավականիներ, այնդ որում որ ֆրակցիան ուզում ալինի, որ խնդրենք, մի հատ կլուսաբանեք մեզ Երևանում վայրի կենդանիների
պահել չպահելու, դրանց իրավական մեխանիզմների մյուսի հետ կապված ինչ կա չկա։ Եվ ըստ ձեզ, ինչը կարելի է լուծել։ Եթե չեմ սխալվում, դուք օրենքներ ընդունելու բան ունեք։ Տեսեք, էլի եմ ասում, չկարծեք ես պաշտպանում եմ։ Ես էլ եկում, որովհետև այո, ասենք, ինչ է նշանակում դպրոց տանող ճանապարհին մեկի տան, Բաքվում 3 հատ արջ։ Հա, բայց այդ լուծման մեթոդները փնթի են։ Չի կարելի տենց լուծել հարցը։ Իսկ եթե մեկը մոտիկանար ասել Վարդան ջան, ախպեր, արի, այս Մալացա Թաղապետանի կողքի այգում մի հատ պարկ սարքենք, այս արջերից էլ տանենք այնտեղ, մի երկու կենդանի էլ տանենք այնտեղ, համապատասխան բանը լուծենք, նա դեռ գրեին կառավարությանը, ասեն ունեցել ծրագիր, այսքան փողով, այսքան բանն էլ արդեն ունենք։ Ու թող մերժեր Վարդանը, գոնեք ասենք առաջարկենք արել, հասկանում եք։ Ընդ որում, տեսեք մի հետաքրքիր բան է, կենթանասերներ եմ, ուշքները գնով, ասեմ, ես ինքս անտանելի կենթանասեր եմ, անտանելի։ Ես կենթանիներից չեմ սիրում միայն օձերին, կարիճներին, թուրքերին։ Մնացած կենթանիների համար ուշքս գնով։ Նայ, արջերին առավել ևս, ես դա անգամ երբ որ իմացել եմ, որ բանը, արջը մարդու հավատարիմ բարեկամը չի, լացել եմ։ Արջ շատ եմ սիրում, միշտ եմ սիրել։ Ես տատու չունեմ իմ վրա, բայց իմ մոտիկ ընկերները կփաստեն, որ ես մի հատ շրջան կար, որ ուզում էի ճշտեի, արջ տատու անելը հովատբան չի նշանակի, էլի, որտեղ արջ շատ եմ սիրել, հասկանում եք։ Ամեն դեպքում, ընդունենք սրանք ինձնից շատ են կենթանիներ սիրում, այս կենթանասերները, այդ բրիգադը։ Որ շուն կատու կիսում են, կորել է ես ինչի շուն են, ինչի կատում բան։ Հիմի, այս արջերին մի երկու ամիս առաջ, առաջին պատխոդ է եղավ։ Ինչքան որ տեղյակ եմ, արջերը ձմեռը սիրում են քնել։ Ձմեռով որ գնում եք, ձմեռվա սկզբին, որ գնում եք։ Ընդ որում, եթե չեմ սխալվում, մեկին էլ սրսկել եք, փորձել եք ինչ-որ քնացնեք։ Ասենք ինչ եք մտածել, որ դա արել եք։ Ես իմ աչքով եմ տեսել, էք արջը, այդ արջերից մեկը, էքը, այն փոքրերից մեկը, էքը։ Իրա բնի են վերջի մասում, փորել էր արդեն, բայց ինձ թվում է ձակ անելու համար, որովհետև տեսեք, արջերը սս բան ունեն, արջը մինչև ապահով չզգաց իրան քոթոտ չի բերի, ինչքան ուզում ես զույգի, ինքը պիտի իրան ապահով զգա։ Ընդ որում, կապված քոթոտների քանակից կարաս ասես, թե ինքը ինչքան է իրան լավ զգում։ Եթե մի քիչ դեռ բան ունի, մի քոթոտից ավել չի բերի, կամ երկու։ Միայն թույն դեպքում 3 քոթոտ։ Հիմա մարդը ասում է, ախպեր ասում, եկան արջի սրսկին, արջը հղի էր, 3 քոթոտ պիտի ունենար վիժեց։ Հիմա դուք կարաք նստեք, ասեք, խափում է, չափազանցնում է, չի խափում, չի, մեկը չեք կարող ապացուցել, որովհետև եկել սրսկել եք եշեշ։ Արջն փոսը փորել է։ Փոսը փորում են կամ քնելուց կամ ձակ ունենալուց։ Եթե ուտելիքը կա, արջը չի քնի, իսկ ուտելիքը կա, մարդը կերակրում է, չեն քնի։ Դա կմնում է ձակ ունենալը։ Այսինքն գնացեք սպանել եք կոնկրետ, սիրելի կենթանասերներ։ Սես բաներ կա։ Կամ այդ մարդը խնդրել ասել է լավ, ամիս ու կես 2 ամիս էլ ժամանակ տվեք, 3-րդ գյուղտեղ եմ սարքել տանում եմ այնտեղ։ Այդ գնացել նայել եք ինչ տեղի մասին է խոսում։ Էլի եմ կրկնում, Վարդանը, այ չգիտեմ, ես եթերը կնայի, չի նայ մարդը, որ եթերներ նայի, բայց հեսա գնալուց մեկ մտնելու եմ տենան իրան։ Վարդանը աչքիս լուսը չի, ու ինքն էլ գիտի, որ իմ աչքի լուսը չի, ես էլ գիտեմ, որ ես էլ իր աչքի լուսը չեմ, հասկանում եք, երբ եք իմ ու Վարդանի ջուրը մի առվով չի գնացել։ Հենց հին վատ բեթար ընտրությունների ժամանակներից, միշտ։ Ու հասկանում եք երևի արդեն ինչ պատճառներով։ Բայց հարցերի լուծման նորմալ, ասեմ, 21-րդ դարի երկիր է, էլի սիվրոցի։ Կենթանասերը կասկածը, այ կենթանասերներին, բնապահպաններին
Հիմա ես կոնկրետ առաջարկ ունեմ։ Ես ինքս բնապահպանական կառույցների ներկայացուցիչ չեմ։ Ֆոնդերից չեմ օգտվում, ոչ մի տեսակ ֆոնդից չեմ օգտվում։ Հասարակական կազմակերպության ղեկավար եմ, ոչ մի ֆոնդից չեմ օգտվում, ախպեր։ Հեսա պրոյեկտներ պիտի անենք, մեր ջեբից էլի պիտի փող հավաքենք։ Անենք կամ ձեզ էլ եմ դիմելու, ասեմ ախպեր, ձեզ բան ենք անում։ Եթե ուզում եք եկեք դուք էլ օգնենք, անենք, լավ անենք։ Նայեք։ Ես կոնկրետ ունեմ տեղեկատվություն, որ շատ որսագողեր նստում են կոնկրետ այնպիսի վայրերում, որոնք որ միգրացիոն ուղիներն են, այդ թվում նաև կարմիր գրկերում արկա կենդանիների, որը չպիտի խոչընդոտվի։ Գնում նստում հավքում են։ Ես ունեմ այնպիսի տեղեկատվություն, որ քաղաքացիականից մինչև ռազմական բոլորը հայտնվում են վատ դրության մեջ, որը հետաքրքրվեց առաջինը իրան եմ տալու այդ տեղեկատվությունը։ Իմիսը շբարձաձայն են, որ այդ մարդիկ էլ չթռնեն, էլի չջոգեն ինչի մասին է խոսքը։ Կամ այդ դուք տեղյակ չեք եղել, որ նույն վայքի կողմերում բանում, մի անունը չեմ հիշի կոնկրետ ավելի ասեմ, ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներից մի երկուսը կոնկրետ տոկով ձուկ էին բռնում։ Բնությանը հեչ վնաս չէին տալի։ Մի տեսակ ոնց որ ընտրովի է ձեր գործը, հա։ Ինչով կարող եմ օգտակար լինել։ Խնդրեմ, համեցեք, մեր գրասենյակ ասեն ամփոփող։ Հարցրեք ասեն։ Ես չեմ հարցնում, այնքան ինֆորմացիաներ ու թեմաներ կա, ես չեմ հարցնում, որը որից հետաքրքիր է եկեք տարեք։ Ընթացքում անդրադարձիր մեր ֆուտբոլին, քո կարծիքը հետաքրքիր կլինի մեզ որպես ֆուտբոլասեր։ Ասեմ, անկեղծ ասեմ, չէ։ Ուրեմն ես եմ ֆուտբոլասեր, իհարկե այս վերջին տարիներին մի քիչ ավելի պասիվ, բայց տղես 13 տարեկանա այլանդակ ձևի ինֆորմացված է ֆուտբոլից, որ անտանելի ձևի է ինֆորմացված ու ասենք ես չգիտեմ, ես նման տարիքով մարդ չեմ տեսել, որ մնաս նման երեխա տեսած լինեմ։ Առհասարակ ինքը սպորտի լավ բան է, երկրպագու է։ Ինքը իրանով սպորտսմենի բան չի, բայց ինքը լավ երկրպագու է, գծած։ Ու այն 2-3 տարեկան ժամանակվանից հայատան, սա փոքր դրոշները բռնած դիվանի վրա կանգնում էր ու բալետ էր անում, ու փորձվեն, մերոնք կկրվեն։ Կլիներ շտանգա, կլիներ բարբա, կլիներ բոքս, կլիներ ֆուտբոլ, ինչ ուզում է լիներ, եթե միտեղ հայերն էին կպնում ինքը դրոշներով, կանգն ու տես մեծացել է։ Ու երբ որ կրվում էին, այդ սար գիշեր ինքը լացելով էր քնում։ Փառք Աստծո շատ սպորտաձև է, մեր բոլոր սպորտսմեններին ու սպորտսմենուհիներին անուններով գիտի։ Մենք մի երկու միջոցառման միասին գնացել ենք սպորտային։ Ինքը մեկ էլ անուն ազգանուններ ասում, թռնում նրա հետ նկարվում, մյուսքի չեմ ճանաչում այդ մարդկանց։ Այդ աղջիկներին դաժե, ասենց ասեմ, հա։ Այսքան ինքը տեղեկացված է այդ ամեն ինչից։ Բայց ֆուտբոլի մասով, քանի որ մի քանի անգամ վրա տղես լացելով քնեց։ Ես ստիպված եղա կազմակերպել ամեն ինչ այնպես անել, որպեսզի Հայաստանի հավաքականի խաղը մեր տան մեջ չցուցադրվի այլևս։ Չնայած եւ ես տոնը չեմ մնում բնականաբար ինքը նայում է, բայց ես այո կոպիտ որոշումներ եմ կայացել ինձ համար։ Հայաստան-Վրաստան խաղն էլ նայել ենք այնքան որ նայած լինելու համար։ Ու այո հավաքականը նույնպես պիտի վաստակի իր հանդեպ հարգանքը, երբ որ ես Վրաստանի հետ հանդիպումը չեմ ասի, մինչև այդ, երբ որ ճկլասի թմերի հետ Հայաստանում միջայախ անգամ կրվում է, ինձ քիչ է հետաքրքիր, թե ինքը ուժեղ թմերի հետ ինչա անում։ Ստաբիլ ֆուտբոլ չկա, գոյություն չունի, բոլորը մեծամիտներ են, մեր ֆուտբոլիստները, ամեն մեկը իր պատկերացումով մի հատ Պելե է, պրոստը ճիշտ գնահատված չի։ Երիտասարդական հավաքականը հավուր պատշաճի չի պատրաստվում, ես կարող եմ կոնկրետ հստակ օրինակ բերել, իմ ընկերոջ տղան, ով հանդես է գալիս Վալենսիայի երիտասարդական հավաքականում,
որոշ տարիքային խմբում, երկու շաբաթով պիտի գային Հայաստան ու արդեն այստեղ պայմանավորվել էր, որ այդ երկու շաբաթ հակառ չկորի, այստեղ էլ պարապի հայ։ Այնտեղ օրվա մեջ քանի ժամով են պարապ։ Ուղղակի եկել էր տուն, շացած նայում, ասում եմ, ինչ ֆուտբոլ։ Սա գալիս մեր կա գնդակ են տշում, գնում են, դա միջև սկսում ես պարապել, պարզվում է պարապմունքը վերջացել է։ Երկու ժամ պարապեցին, գնացին, ու մենք երկու ժամ մենակ բացվում ենք, որ պարապենք։ Չկա ու չի լինելու, կարծում եմ դեռ երկար տասնամյակներ, ու ոչ ոք թող չնստասի, դե մեր հավաքականն է պետք է նավսյակի գրել հաղթանակ մերոնց։ Հռա, թող գնան վաստակեն այդ գրառումը։ Թող մի քանի խաղ ստաբիլ, ես չեմ ասում հաղթանակներ մեզ նվիրեն, այդ ստաբիլ ֆուտբոլ ցուցադրեն, պաստալ, գնդակը պաստալ սովորեն, պաստալ, իրար պաստալ։ Իրանք իրաց մասնագիտությունը թող նախ սկսեն հարգել։ Հետո ինչ որ մի պահի ոչինչ, հետ չենք մնա, կխոսանք։ Իմ պատկերացումը հայկական ֆուտբոլի մասին այդպիսինն է, ու ես կներեք արհամարում եմ, արհամարանքով եմ վերաբերվում Հայաստանի Հանրապետությունում այդ սպորտաձևին, ու միակ բանը, որ դրական կարող եմ գնահատել բակերում մարզադաշտերի արկայությանը կամ կառուցմանը, այնա որ երեխեքը թող իրանց համար խաղան, իրենց ժամանակ անցկացնեն, հեռախոսից կտրվեն, վերջ։ Դրա տակ ինչ որ զարգացումներ պատկերացնելը սուտ է, որովհետև մենք ոնց չունենք մարզչական անձնակազմ, ինքնասիրահարված ընձուղտներ են բոլորը, ինչպես չունենք նորմալ մասնագետներ, չենք էլ ուզում ունենալ, չունենք առհասարակ ֆուտբոլի հանդեպ պատասխանատվություն, ասեմ ավելին չգիտենք ինչ է ֆուտբոլը առհասարակ որպես ռազմավարություն պետությունների։ Բայց ումից խոսես կխոսեմ փողից։ Ես դրա համաձայն չեմ։ Պիտի դու հասնես դրա, որ այդ փողը ստանաս։ Առանձին վերցրած կարող եմ 1-2-3 ֆուտբոլիստի առանձնացնել, իտո պիտի շատ տանջվեմ, որ առանձնացնեմ, որովհետև հա, մի քիչ իրանք առանձին են, բայց որ ասեմ իմ սրտի ուզած մակարդակի են կամ գոնե այդտեղ ձգտումներ կա, միևնույնն է չէ։ Չկա։ Սա է, եթե ցանկանում եք իմ պատկերացումը իմանալ հայկական ֆուտբոլի հետ կապված, այդքան քննադատական ու բացասական ու վատն է։ Թող իրենք խաղից առաջ մտածեն, որ շատ երեխաներ, շատ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլասերների 90%-ը 10-12-15 տարեկան երեխեքն են։ Թող գնան մտածեն, որ իրենց երեխեքը նայում են ու իրենցով ոգևորվում, իրենց երեխեքն են բալետ անում։ Եթե ես իմանամ իմ մի գործողության մեջ ինձ անծանոթ մի երեխա է բալետ անում, մեծահասակ չէ երեխա, ես կհավորապատկեմ իմ ուժերը, կհազարապատկեմ, ես կմեռնեմ, բայց մինչև չստանամ արդյունք չեմ գնա։ Ես գիտակցումը թող ուղեղների մեջ ունենան, չունեն թող թարգեն գնան մալյարություն անեն։ Կամ էլ տենց իրանց համար թմերով տենց, ես ոնց է ընդեղ ներքին բանը, թող տենց կայֆավատ լինեն, չգիտեմ։ Թող գնան մտածեն, թե հայ երեխեն ինչի է գնում փող տալիս առնում օտարազգի ֆուտբոլիստի անունով մայկա։ Թող գնան դրա համար ամաչեն։ Չէ, կարելի է, բայց դա չի կարող լինի 99% դեպքերում։ Կարա, ասենք, մեկ դելը տես մայկա առնի 5, 10, 50, 100-ը։ Կամ ասենք օրինակ, լավ, դերասան եմ, դերասաններից մի կարա հայկական դերասաններին աշխարհի դե։ Բայց դա գիտակցեք, չի կարելի դա թույլ տալ։ Մեր թույլ են տվել, ուրեմն այդ այո, վաստակել է այս գնահատականը եւ ես կարծում եմ բավականին մեղմ եմ վերաբերվում դրան։ Իմիջայլոց, մյուս կողմից է ֆավ, չէ, բանը ակումբ բանի մեր თუ ֆուտբոլասերների ֆանակումբը։ Իմիջայլոց ֆանակումբի բողոքներն են, բողոքարկումներն ու հարցադրումներն են ոչ միայն տեղին են, այլ իմ կարծիքով մի բան էլ բավականին մեղմ են։ Եվ ես ամբողջովին, նայելով այս վերջին գրառումները, կապված վերջին խաղին, ես ամբողջովին համաձայն եմ նրանց հետ ու կարծում եմ մի բան էլ իրենք համեստություն են դրսևորում ու մեղմ են արտահայտվում։
Ֆուտբոլը այդքանով ֆուտբոլ։ Եթե կարողացա ասելիքս ըմբռնելի ներկայացնել։ Այսպես ժողովուրդ ջան, զրուցեցինք, շփվեցինք Գյումրի ընտրությունների մասով որպես քաղաքացի իհարկե դեռ անդրադարձ կունենամ, ամեն ինչ դեռ առջևում է եւ գյումրեցիների հետ կզրուցեմ այս թեմայով, ոչ թե կուղորթեմ, թե ավելի լավ կլինի ընտրեմ, ոչ թե կասեմ ում կարելի աջակցել եւ այլն, ոչ բնականաբար ոչ, բայց մի քիչ մենք կզրուցենք այդ թեմաներով, հետո ինչպեսի որոշում էր կայացնեն գյումրեցիները, ես պարտավոր կլինեմ դա հարգել։ Թեժանում է գնալով ամեն ինչ եւ սկսում է դառնալ ոչ թե միայն Գյումրու ընտրություններ, այլ առհասարակ լուրջ ներքաղաքական թե արտաքին քաղաքական դրսևորման որոշակի ծնծաղիկներ։ Այս ամեն ինչը կարող վերածվի դրան։ Այնպես որ պետք է ընտրության հարցում բավականին լուրջ լինել, բայց ես իմ կարծիքը ունեմ, իմ կարծիքն չեմ հայտնի բնականաբար, բայց այս թեմայով մենք առանձին կզրուցենք։ Ժողովուրդ, շնորհակալություն եթերը դիտելու, տարածելու համար, հասկանում եմ, որ երբ ուղիղ մի թեմայից չես խոսում, գուցե մի փոքր ձանձրալի է, բայց այս անգամ այսպես ստացվեց, վաղուց եթեր չէի արել առողջության պատճառով։ Շնորհակալություն ձեզ բոլոր այդ ընթացքում ինձ որպեսությունով հետաքրքրվելու եւ բարեմաղթանքների համար։ Մենք դա շատ խոսենք, գրեթե դարձյալ ամեն օր երեկոյան նստվել, ֆրինուզովել, իսկ առաջիկայում ընդդուք միջև նոր սիտկոմի պատկերացումներ ունենք, տեսնենք ինչ կստացվի, եթե ստացվի լավ կլինի, վատ չի լինի։ Մի խոսքով շատ կհանդիպենք, շատ կզրուցենք, այստեղ մենք ենք զրուցում, մենք մերոնցով, այստեղ չկան քաղաքական նախապատվություններ ու նմանատիպ այլ բաներ։ Այստեղ խոսում է ժողովուրդը եւ իմ կարծիքով ձեր հետաքրքրվածությունը առաջարկող թեմաներին եւ դրանց տարածումը ցույց է տալիս նաեւ ինչ որտեղ թե հանրությանը ինչա հատկապես հետաքրքրում եւ ինչպիսի հարցադրումների պատասխաններ են հետաքրքրում, ինչպիսի գործունեություն ու գործընթաց է հետաքրքրում, մենք սկսենք այդ եղանակը փոխել, թե չէ կան որոշ անձինք, ովքեր ներկայանում են իսկական հայեր, որ ուզում ես իմանաս հայի ձևակերպումը որն է, որ մի հատ էլ իսկական հայի ձևակերպումը անի, բայց այս հայ իսկական հայ մասով մենք դեռ զրույցների ընթացքում ժամանակ առ ժամանակ կշոշափենք։ Սիրում եմ բոլորիդ, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։